Պոլիտեխնիկական համալսարանում գրական ցերեկույթ է։ Առիթը ռուս գրող Սերգեյ Եսենինի 130-ամյակն է։ Թեև բուհում ուսանողները տեխնիկական կրթություն են ստանում, ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներին հաջողվել է նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել նաև գրականության նկատմամբ։ Սա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի հերթական միջոցառումն է, որտեղ միջոցառումները մեզ մոտ շարունակական բնույթ են կրում։ Այս տարի լրանում է ռուս գրող Սերգեյ Եսենինի 130-ամյակը եւ մահվան 100-ամյակը։ Ուստի ամբիոնը որոշեց, որ մենք այսպիսի մի գեղեցիկ ցերեկույթ պետք է անցկացնենք։ Ուսանողները շատ մեծ ակտիվություն են ցուցաբերում, ինչը շատ ոգևորող է եւ շատ հաճելի է։ Կոնկրետ այս միջոցառմանը 120-ից ավել ուսանող է ընդգրկված։ Ինքը իր տեսակով յուրահատուկ միջոցառում է, որտեղ ի վերջո մեզ մոտ սովորում են տեխնարներ եւ այսօր կտեսնեք, որ այստեղ օգտագործել են նաեւ արհեստական բանականություն։ Ուսանողների նախաձեռնությամբ եւ արհեստական բանականության միջոցով միջոցառմանն իր մասնակցությունն ուներ նաեւ Եսենինը։ Благодарю вас за то, что помните и цените литературу. Սերգեյ Եսենինի պոեզիան մինչ օրս դասվում է ռուս գրականության լավագույն ստեղծագործությունների շարքին, որտեղից ուսանողներն ընտրել են իրենց համար ամենահոգեհարազատն ու ներկայացնում են հանդիսատեսին։ Տեխնիկական բուհում սա մեծ նախադեպ է, քանի որ հիմնականում ուսանողները զբաղված են մաթեմատիկայով, ֆիզիկայով եւ սա շատ մեծ առիթ է, որպեսզի ուսանողները հաղորդակից լինեն մշակույթին եւ արվեստին, քանի որ մշակույթը եւ արվեստը մեր ազգային ինքնության պահպանման գլխավոր հիմնասյուներն են։ Այսօր Եսենինին նվիրված միջոցառում է այստեղ։ Ես կոնկրետ միջոցառման մեջ բարելու եմ Չայկովսկու Կարապելիչից ռուսական բար եմ բարելու։ Դեռ սեպտեմբերից արդեն գիտեինք, որ միջոցառումը կազմակերպվելու է, արդեն երեխեքը ընտրում էին, թե ինչ բանաստեղծություններ են արտասանելու, ես էլ մտածում էի, թե ինչ բարեմ միջոցառմանը։ Շատ հետաքրքրություն կա մեր մեջ, հենց լեզվի նկատմամբ, ուզում եմ, որ շատ լինեն այսպիսի միջոցառումներ հենց մեր բուհում։ Գրականագետները փաստում են, Սերգեյ Եսենինի ստեղծագործությունները արդիական են բոլոր ժամանակներում, թարգմանվել են տասնյակ լեզուներով եւ շարունակում են սիրվել նաեւ երիտասարդների կողմից։ Ալիսա Մելքոնյան, Հայկ Սուքիասյան, Էպիկենտրոն։